Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը, այն էլ ինչպիսի հանդիպումով։ Խաղադաշտում են միմյանց դեմ մրցելու համար Ատլետիկո Երևանը եւ Վիլյարեալը թիմերը ողջունում են միմյանց։ Ես Արագորեն ծանոթացնում եմ մեկնարկային կազմերը թիմերի։ Սկսենք Ատլետիկո Երևանից, ում դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1, Հրանտ Գևորգյան համար 2, Տաճապ Ներսիսյան համար 4, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9 ով թիմի ավագն է, Վայե Գալստյան համար 10, Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուշյան համար 13, Արտուր Ղանդիլյան համար 20, Հարություն Դունամալյան համար 21 եւ Պայեստային դարպասապանն է Վաղինակ Սարդարյանը համար 77։ Թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Վիլյարեալ դարպասը պաշտպանում է Հայկ Մկրտչյանը համար 13, Պայեստային դարպասապանն է Արա Ջուլակյանը համար 1, Հակոբ Համբարձումյան համար 2, Արև Ասատպուր համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավակյան համար 6, Հայ Գալստյան համար 7, Ալիկ Հովանեսյան համար 8, Գագիկ Սարդարյան համար 10 Նանաև թիմի ավագն է, Գևորգ Հովանեսյան համար 11, Արման Խաչատրյան համար 12, Արեգ Ազատյան համար 17, Տիգրան Սիմոնյան համար 18, Կամրցավարի Սուլիչև մեկնարկած է հանդիպումը, Վլադիմիր Ուլուխանյան համար 20, Արություն Զատիկյան համար 22, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Սարգիս Նասիբյան համար 99։ Շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում Աֆել YouTube-յան ալիքի եթերում, քանի որ Աֆելի պատմության լավագույն հանդիպումներից մեկն է հիմա տեղի ունենում խաղադաշտում ձեր էկրաններին։ Թիմերը մեկ շաբաթ առաջ եւս հանդիպեցին, բայց արդեն էլի դիգայի շրջանակներում այնտեղ 4-2 հաշվով հաղթանակի հասավ Վիլյարեալը, բայց այս հանդիպումը արդեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում ընթացող հանդիպում է, որտեղ դիմակայության պատասխան հանդիպումն է, առաջին հանդիպումն ավարտվել է 0-0, ինչը խոսում է այս պատասխան հանդիպման լարվածության ու հետաքրքրության մասին միանշանակ։ Հիմա գլորում են գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները, Ավակյանն է գնդակով, փոխանցում դեպի աջ, որտեղ Ազատյանն է տեղ զբաղեցրել, Ուլուխանյան, տեսնենք շատ լավ գրոյի անց է Վիլյարեալը, Սարդարյան հարված ու տեսնում ենք առաջին վտանգավոր պահ այս խաղում Վիլյարեալը շատ լավ հնարավորություններ բացելու հանդիպան հաշիվը, բայց Սարդարյանի կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Այո, այս հանդիպումը նման իրավիճակների պակաս չի թողնելու, քանի որ այսօրվա պարտվողը կլքի Չեմպիոնների լիգայի մրցաշարը, իսկ ոչ ոքի արդյունքի դեպքում, եթե գրանցվի այդ արդյունքը, կտեսնենք այդ խաղային 11 մետրանոց հարվածաշարեր ու արդեն այսօր պարզ կդառնա կիսա եզրափակիչի առաջին ուղղակի նվաճած թիմը, իսկ թիմերից մյուսը կլքի մրցաշարը։ Եզից նետում են Վիլյարեալի ֆուտբոլիստները, Ավակյան, այո, պետք է խոսել նաև մեկ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման մասին, որտեղ իսկապես էլի լիգայի շրջանակներում շատ վճռորոշ հանդիպում է տեղի ունենում, եւս մեկ հարված ու այստեղ Գասպարյանը տեղում է վերցրեց գնդակը, նետում է այն Ղանդիլյանի ուղղությամբ, շատ լավ նկատեց Գևորգյանի առաջխաղացումը Ղանդիլյանը, Գևորգյան ստացվեց, անցումը վտանգավոր է, փոխանցում Ազիզյան արված ու հիմա էլ դարպասածողն է օգնության գալիս Վիլյարեալին, Ատլետիկոն պատասխանը շատ արագ Վիլյարեալի կատարած հարվածին, բայց այս անգամ արդեն ավելի իրատեսական է Ատլետիկոյի կատարման հանդիպան հաշիվը բացվելուն։ Ներսիսյան լավ էր մտածել, բայց Մկրտչյանը դուրս եկավ ու վերցրեց գնդակը, այո, ինչի մասին խոսում է այս հանդիպումը վտանգավոր պահերի տեսանկյունից իհարկե մեզ հուսախաբ չի անի։ Ուլուխանյան շատ լավ այստեղ գործեց, Ուլուխանյան թողնելով գնդակը Համբարձումյանին, Նասիբյան ու դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից, հարված կլինի Ատլետիկոյի դարպասից։ Այո, էլիտ լիգայի շրջանակներում ընթացող հանդիպումը, որտեղ իսկապես թիմերից որևէ մեկի պարտության ոչ ոքի դեպքում ամեն ինչ կարող էր փոխվել մրցաշարային աղյուսակի տեսանկյունից եւ այդպես էլ եղավ այս
գրոյից հետո նորից շարունակեմ միտքս Ղանդիլյանն է հիմա հայտնվել գրոյի աչքի եզրում Ատլետիկոյի կազմում, բայց Նասիբյանը նահանջեց ու խլեց գնդակը նրանից։ Այո, եւ եղավ այդպես Վիլյարեալը զիջում էր Ատլետիկոն 3 միավոր մրցաշարային աղյուսակում ու կարողացավ հաղթանակի հասնել կամային հաղթանակի հասնել Ատլետիկոյի նկատմամբ 4-2 հաշվով եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակում Ատլետիկո Երևանին թիմերը այնտեղ ունեն վաստակած 48-ական միավորներ, իսկ Լիվերպուլը մեկ հանդիպում պակաս է անցկացել ու ունի իր ակտիվում վաստակած 44 միավոր, իհարկե դեռ կա այնպիսի հանդիպում է լիգայի շրջանակներում, չնայած մնացել է 2 տուր, բայց այդ 2 տուրերից մեկում Վիլյարեալը կմրցի Լիվերպուլի հետ եւ իսկապես այդ հանդիպումից է պարզ դառնալու էլի լիգայի հաղթողը։ Եթե հաղթում է օրինակի համար Վիլյարեալը ու տանում իր մյուս խաղում եւս հաղթանակ, իհարկե ինչու եմ նշում առաջին հերթին Լիվերպուլը, քանի որ հիմնական մրցակիցն է նրա այս երկու խաղերից մեկում։ Եթե հաղթանակի է հասնում 2 խաղում Վիլյարեալը, նա է դառնում էլիտ լիգայի չեմպիոն։ Հաղթանակի է հասնում 2 խաղում Լիվերպուլը, նա է դառնում էլիտ լիգայի չեմպիոն։ Վիլյարեալ ընդդեմ Լիվերպուլի հանդիպումը, եթե փաստենք այսպես, որ կավարտի ոչ ոքի հաշվով, իսկ Ատլետիկո Երևանը կտանի 2 հաղթանակի 2 խաղում, Ատլետիկո Երևանը կդառնա չեմպիոն, այնպես որ պայքարը 3 թիմերի մեջ միջև վերջին տուրը կընթանա բնականաբար, հիմա եզից կնետեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Գևորգյանն նետում է Ակուլյանի ուղղությամբ։ Ղանդիլյանն է գնդակով, նորից Ակուլյան եւ հետ փոխանցում թիմի պաշտպան Ներսիսյանի ուղղությամբ։ Ակուլյանը Ամբարձումյանն է պայքարում նրա դեմ։ Ամեն ինչ կարծում է Ակուլյանի հետ, այո, շարունակվում է հանդիպումը, գնդակը նորից Ատլետիկո Երևանի մոտ է ու տեսնենք սկսում են խորքից։ Ակուլյան կա Սարգսյանի տարբերակը չկատարեց փոխանցում, հիմա շրջանցեց մեկ ֆուտբոլիստի Ակուլյանը շատ լավ գրոյի անցել Ատլետիկոն, բայց ուժեղ է ստացվում այստեղ Ակուլյանի փոխանցումը, իհարկե կար նաև Ղանդիլյանի տարբերակը աչեզից, բայց որոշեց Ակուլյանը գնդակը հասցեագրել Սարգսյանին, իսկ փոխանցումը ուժեղ ստացվեց Ակուլյանի կատարմամբ։ Սարդարյան ընդունեց գնդակ ու շարժվում է առաջ Վիլյարեալի ավակը։ Շատ լավ էր նկատել Ազատյանին, բայց այստեղ Սարգսյանը թույլ չտվեց, որպեսզի գնդակը անցնի իրենից։ Գևորգյան կա Թովմաս Սարգսյանի տարբերակը, բայց փակեցին նրան արդեն, կարծում եմ հաշվի առավ այդ հանգամանքը Գևորգյանը։ Իսկ այստեղ Ստեփանյանը մաքուր խլում կարողացավ կատարել մրցակցից։ Գևորգյան այո նախորդ խաղում իսկապես թիմերի միջև կայացած ձախողվեց երկրորդ խաղակես Ատլետիկո Երևանի համար, նախ նշանակվեց 2-1 հաշվի պարագայում 11 մետրանոց հարված Ատլետիկոյի դարպասին, հետո եղավ ինքնագոլ, հետո խաղադաշտից հեռացվեց Ատլետիկո երկրորդ համարը Գևորգյանը ու այդպես Վիլյարեալը կարողացավ հանդիպման վերջնամասում կորզել հաղթանակը 4-2 հաշվով։ Լավ փոխանցում ենք տեսնում Գևորգյանի ուղղությամբ, 1-1 այդ պայքար երկու համարների միջև։ Ղանդիլյան, Մանուչարյան կա հարվածը, բայց այստեղ Սարդարյանը շատ լավ կարողացավ փակել գնդակի ճանապարհը։ Ավակյան այստեղ էլ Ակուլյանն է կանգնում գնդակի ճանապարհին թույլ չտալով անցնի Ավակյանի փոխանցումը։ Նորից Ավակյան կարողացան այստեղ անցնել գրոյի Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Արմեն Ավակյան բարձից փոխանցում Նասիբյանի ուղղությամբ վտանգավոր է, Սարդարյան պետք է հարված կատարել, կա հարված ու Գևորգյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին։ Գևորգյան, բայց շանցավ այստեղ փոխանցում Ղանդիլյանին, Ամբարձումյանը ներվից հարված շեղությամբ ստացվեց Ամբարձումյանի հարվածը։ Ու հարված կլինի Ատլետիկոյի դարպասից, մինչ այդ տեսնենք ինչ է պատահել Սարդարյանին, խոտածածկին է հայտնվել Վիլյարեալի ավակը, բայց մրցավարի օգնությամբ նա կանգնեց ոտքի ու ամեն ինչ կարգին է Սարդարյանի հետ, նա շարունակելու է հանդիպումը։ Ներսիսյան սկսում է Ատլետիկո Երևանի հերթական գրող Ղանդիլյան, չանցավ այստեղ Ղանդիլյանի փոխանցումը վտանգավոր գրոյ է Ավակյան հարված ու գնդակը ցանցում է 1-0 Վիլյարեալը առաջ է հասնում հաշվի մեջ։
Արմեն Ավակյան 1-0 Վիլյարեալը բացում է այս հանդիպման հաշիվը, այո, սխալվեցին պաշտպանությունից դուրս գալու Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները ու իր շանսը բաց թողեց Վիլյարեալը Ազատյանի փոխանցումը նաև պետք է նշելով շատ լավ նկատեց Ավակյանին եւ այսպես Վիլյարեալը հանդիպման 8 րոպեին բացում է հաշիվը տեսնենք Ատլետիկոն ինչով կփորձի պատասխանել Գևորգյան այդ փոխանցում Ներսիսյանի ուղղությամբ Նասիբյանն է հիմա կանգնում գնդակի ճանապարհին, բայց չստացվեց Վիլյարեալի մոտ արագ հակագրող կազմակերպել։ Ակուլյան շատ լավ գործեց այստեղ, շատ լավ նկատեց Սարգսյանի ձախ եզրում։ Սարգսյան ստացվեց անցումը, պետք է Ղանդիլյանին ուղարկել գնդակը, բայց չհասցրեց Սարգսյանը փոխանցում կատարել, հիմա շարունակում է մնալ գնդակով։ Հիմա կա փոխանցումը։ Ղանդիլյան արված ու Համբարձումյանն է փակում գնդակի ճանապարհը չկար այստեղ ձեռքով խաղ։ Վստահաբար ցույց տվեց մրցավար, իսկ Ղանդիլյանի կատարած հարվածը եթե ընդհանար ու հասներ դեպի դարպասը դժվար է ասել արդյոք կհայտնվեր ցանցում թե ոչ։ Մանուչարյան փոխանցում ենք տեսնում դեպի ձախ որտեղ Սարգսյանն է նորից Մանուչարյան ու այդ փոխանցում տեսանք դեպի Ներսիսյանը վերջինս գնդակը հասցրեց Գևորգյանին նորից Մանուչարյան կա Ակուլյանի տարբերակը կա փոխանցումը բայց այստեղ իհարկե չէր Ակուլյանի համար թիկունքից կար Համբարձումյանի ճնշումը ու հիմա գնդակով Վիլյարեալի ֆուտբոլիստներն են Ուլուխանյան կատարեց դեպի աջ փոխանցում լավ պատխաղարկում ստացել Վիլյարեալի կողմից Նասիբյան տեսնենք այս գրոհ ինչի կվերացեն Սուզանավները Արմեն Ավակյանն է գնդակով հարվածեք տեսնում ու Գևորգյանը նորից փակում է այստեղ հարվածի ճանապարհը եզրից կնետի Վիլյարեալը Ուլուխանյան կատարեց փոխանցում Համբարձումյանի ուղղությամբ Նասիբյան նորից Համբարձումյան ու աջ եզրում է ձախ եզրում է ներողություն հայտնել Ուլուխանյանը Ավակյան թողեց մեկ կպում այստեղ Ազատյանին գնդակ ու խաղարկում են Վիլյարեալի ֆուտբոլիստները առայժմ գնդակը փորձելով ազատ գոտիներ ընտրել կա փոխանցումը արդեն տեսեք այս թիկունքում կատարված փոխանցումները ինչի բերեցին այո մեկ հպումով կատարեց Ուլուխանյանը փոխանցում Սարդարյանի ուղղությամբ ով արդեն հայտնվել էր Ատլետիկոյի պաշտպանների թիկունքում բայց նրա կատարած հարվածը շեղությամբ ընթացավ Մանուչարյան նորից խաղում են Ներսիսյանը հետ Մանուչարյանը գլորում են գնդակը Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները այո բայց անհասցե ստացվեց այստեղ Ներսիսյանի կատարած փոխանցումը Մկրտչյան մտցնում է գնդակը խաղի մեջ Սարդարյան այդ փոխանցում դեպի Ստեփանյանը Եվս մեկ խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ շատ վստահ գործեց Տաճապ Ներսիսյանն ու հիմա Ատլետիկոն կփորձի սկսել երթական գրով Մանուչարյան նկատեց Ղանդիլյանին տեսնենք Ղանդիլյան նորից Մանուչարյանի ուղղությամբ փոխանցում ենք տեսնում վտանգավոր է Սարգսյան ինչ այստեղ Ղանդիլյան կա հարվածը բայց թույլ է ստացվում Ղանդիլյանի հարվածը ու Համբարձումյանը կանգնեց գնդակի ճանապարհին ինչ է կատարվում Ղանդիլյան խլեց գնդակը բայց այն նորից Վիլյարեալի ֆուտբոլիստների մոտ է Արմեն Ավակյան առայժմ հանդիպան միակ գոլի հեղինակն է գնդակով շատ լավ փոխանցում կատարեց Նասիբյանին Ազատյան բայց Մանուչարյանն է շատ վստահ այստեղ գործում ու կլինի եզրային նետում նորից Ավակյանն է գնդակով փորձեց ոտքերի արանքով անցկացնել մրցակցի գնդակը չստացվեց ու հիմա քիչ էր մնում սխալվեն պաշտպանությունը նորից Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները լավ է ամեն ինչ կարգին ավարտվեց նրանց համար այլապես Վիլյարեալը շատ լավ հնարավորություն կունենար կրկնապատկելու իր առավելությունը Մանուչարյան աչից կա Գևորգյանը նկատեց նրան տեսնեք այս գրոհ ինչի կվերացի Ատլետիկո Երևանը Ղանդիլյան բայց հեռու թողեց իրենից գնդակը Արտուր Ղանդիլյանը
ու կորցրեց այն։ Գևորքյանն է նահանջում ու շատ հաջող պաշտպանվում այստեղ։ Մանուչարյանը հիմա այդ սխալվում է Ատլետիկոն։ Բայց Ավակյան կա փոխանցումը դեպի Ազատյանից, Սարդարյանին չհասավ գնդակը ու հիմա Ակուլյանն է շարժվում առաջ։ Տեսնեք ինչ որոշում կայացնի Ակուլյանը, կա Սարգսյանի տարբերակը, բայց հիմա է կատարում փոխանցումը Ակուլյանը ու մի փոքր բարձր ուժեղ ստացվեց Ակուլյանի կատարած փոխանցումը, այո։ Պարզ էր ինչ է մտածել Ատլետիկոյի Ավակը, բայց փոխանցումը իսկապես ուժեղ ստացվեց։ Արմեն Ավակյան խաղում է Ուլուխանյանի հետ, նորից Ավակյանն է գնդակով ու դեպի աջ փոխանցում, որտեղ Ստեփանյանն է։ Սարդարյան գլորում են գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Այո, այս զույգի հաղթողը կիսա եզրափակիչում կմրցի Լիվերպուլն ընդդեմ Չելսի դիմակայության հաղթողի հետ, որտեղ այդ դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը։ Հիշեցնեմ, որ Լիվերպուլ Չելսի 1/4 եզրափակիչի դիմակայության առաջին հանդիպումը ավարտվել է 1-0 հաշվով օգուտ Լիվերպուլի ֆուտբոլիստերի եւ այնտեղ իսկապես շատ համառ պայքար կընթանա նաեւ վաղ հանդիպան ընթացքում։ Իհարկե երկու թիմերն էլ բնականաբար կփորձեն նվաճել կիսաեզրափակիչի ուղեկից, բայց նրանցից մեկը կշարունակի ճանապարհը շատ բարդ լինելու, հատկապես Չեմպիոնների լիգան հաղթահարելը ցանկացած թիմի համար, քանի որ իսկապես ուժեղագույնների պայքար է ընթանում եւ ասել, որ այստեղ կա ընդգծված ֆավորիտ պետք չէ, քանի որ այդպիսի թիմ այստեղ չկան ԱՖԼ-ում միշտ ընթանում են պայքարները մինչև հանդիպման վերջին վարկյանը, մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը ու այնտեղ իհարկե ոչ մի թիմի համար է լինելու հաղթահարել այդ արգելքը։ Սարգսյանն է կատարում փոխանցում դեպի Գևորքյանը, բայց Նասիբյանը հնարավորորեն այստեղ թողեց գնդակը ու վաստակեց եզրային նետման հնարավորություն իր թիմի համար։ Ստեփանյան Բարսից փոխանցում են տեսնում, բայց Ներսիսյանը առաջինն է արձագանքում գնդակին, Գևորքյան շատ լավ նկատեց այստեղ Ազիզյանի Խան Բարսումյանը պայքարեց միջև վերջին դրվագու հեռացեց գնդակը։ Ես կնետի Ատլետիկոն Ներսիսյան գուցե փորձի հեռվից արված կատարել Ներսիսյանը, բայց բարձր է ստացվում Ներսիսյանի կատարած արվածը ու արդեն արված կլինի Վիլյարեալի դարպասից։ Ավակյան թողնում է գնդակը Նասիբյանին ու գլորում են պաշտպանությունում Վիլյարեալի ֆուտբոլիստները Ուլուխանյան հաջող գործեց այստեղ քիչ առաջ փոխանցման դուրս եկած Ատլետիկոյի ֆուտբոլիստը տվյալ դեպքում Դունամալյանն էր, բայց ստացվեց արագակագրով կազմակերպել ու խախտեցին այստեղ խաղի կանոնները Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Հերու է տարածությունը, բայց Սարդարյանը ամեն դեպքում փորձեց հարված կատարել, Սարգսյանը փակեց գնդակի ճանապարհը։ Սարգսյան շատ լավ նկատեց Ղանդիլյանին։ Մեկ հպումով Ղանդիլյանն այն ուղարկեց Մանուչարյանին, վտանգավոր է, բայց այստեղ չստացվեց Դունամալյանի կատարած հարված ու Մկրտչյանը շատ վստահ գործեց դարպասում վերցնելով գնդակը։ Սարդարյան նորից այստեղ գլում կատարեց մրցակցից Դունամալյանը, Մանուչարյան, բայց չհասկացան այստեղ միմյանց Մանուչարյանը և Հարություն Դունամալյանը ու եզրային նետում կիրասնի Վիլյարեալը։
Ավակյան շատ լավ էր մտածել Ավակյանը, բայց չգնաց այս փոխանցման հետևից Նասիբյանը կարծում եմ չհավատաց, որ Ավակյանը կհասցեակդի գնդակ այդ բարդ իրավիճակում, բայց այնուամենայնիվ եղավ փոխանցումը Ներսիսյան։ Նորից սխալվում է Ատլետիկոն պաշտպանությունում, Համբարձումյանը տեսեք արդեն հարձակման գծում է տեղ զբաղեցել այս պահին, հիմա նա է գնդակով, Ազատյանին ուղարկեց գնդակը, բայց Մանուչարյանն է փակում գնդակի ճանապարհը հիմա էլ Ատլետիկոյի կազմում, Արմեն Ավակյան, Ավակյան կարված Գասպարյանը վերցնում է առանց որևէ խնդիրների գնդակը եւ այն նետում Գևորգյանի ուղղությամբ նետվում է առաջ Ատլետիկոն, բայց Նասիբյանը այս նեղություն Ուլուխանյանն այստեղ շատ հաջող պաշտպանվեց, դուլ չտալով Գևորգյանին առաջ շարժվել Եզային նետում Կիրասնի հիմա Գևորգյանը Ղանդիլյան նորից Գևորգյանին է հասցեալում գնդակը ու այստեղ նորից չեն հասկանում Ատլետիկոյի ֆուտբոլիստները միմյանց եւ գնդակը արդեն մրցակցին կլինի Ավակյան հաջող պասացը կարողացավ կատարել Արմեն Ավակյանը ուղարկում է գնդակը Նասիբյանի ուղղությամբ Սարդարյան Այդ փոխանցում դեպի Ստեփանյանը Հիմա Նասիբյանը աջ եզում է հայտնվել, տեսնենք Սարդարյան ստացվեց անցնել մեկ մրցակցի, բայց ընկավ Սարդարյանը այստեղ մրցակցի հետ պայքարում, իհարկե չկար խաղի կանոնների խախտում պարզապես չկարողացավ մնալ ոտքերի վրա, հիմա ինչ է տեղի ունեցել, կար այո խաղի կանոնների խախտում դրա հաջորդ դրվագում եւ հիմա Վիլյարեալը Կիրասնի շատ վտանգավոր դիրքում տուգանային հարված Տեսնենք մի անգամից 3 ֆուտբոլիստ է Վիլյարեալի կազմում գնդակի մոտ կա մրցավարի Սիլիչ, հիմա Ուլուխանյանը մի փոքր նահանջեց Ազատյան թե Ավակյան, տեսնենք, թողեց գնդակը Ազատյանը Ավակյանին կա, փոխանցում Ազատյանի ուղղությամբ, բայց կռայեցին Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները մրցակցումը տաղացումը, հիմա մաքուր խլում է կատարում Ղանդիլյանը, բայց Ուլուխանյանը նահանջեց ու հեռացեց գնդակը Գևորգյան կա փոխանցումը Դունամալյան արված եք տեսնում ու Մկրտչյանը վերցնում է գնդակը Եվս մեկ հարված կատարեց Ատլետիկոն, բայց սա այն հարվածը չէր, որը իհարկե Սպարտան Մկրտչյանի դարպասին թույլ ստացվեց Դունամալյանի կատարած հարվածը Ավակյան շեղությամբ է ստացվում Ավակյանի հարվածը հիմա էլ Վիլյարեալը արագ փորձեց պատասխանել, բայց դուրս ընթացավ գնդակը Ղանդիլյան կա Սարգսյանի տարբերակը կատարեց փոխանցում այն էլ ինչպեսի փոխանցում Սարգսյան չստացվեց այստեղ կասեցնել գնդակը եթե հաջող լիներ Սարգսյանի կասեցումը ապա շատ վտանգավոր դիրքում կհայտնվեր նա հարված կատարելու համար, բայց այսքան գեղեցիկ փոխանցումը, որը կատարեց Արտուր Ղանդիլյանը չհավատվեց տրամաբանական եզրափակմամբ Ուլուխանյան Այդքանում խլեց Ակուլյանը գնդակը Դունամալյան ու ինչ է այստեղ Չկար խաղի կանոնների խախտում, ոչ, այո Ազատյան Առաջի կեսը մոտենում է ավարտին ու առայժմ խաղադաշտում նվազագույն հաշիվն է Գևորգյան հաջող խլում կարողացավ կատարել գուցե հիմա ստացվի Ատլետիկոյի մոտ ինքն էլ արված է կատարում ու Մկրտչյանը վերցնում է գնդակը Հիմա նորից Ատլետիկոյի ֆուտբոլիստները կարողանում են դաշտի միջին հատվածում խլել գնդակը Ղանդիլյան բայց Համբարձումյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը ու պահեց այն դաշտի սահմաններում Ներսիսյան
Կար այո կար խաղի կանոնների խախտում այստեղ Ներսիսյանի դեմ պայքարում Մանուչարյան Կար այստեղ եւս խաղի կանոնների խախտում Ակուլյանի դեմ պայքարում հիմա այո արդեն մոտեցան մրցակցի Տուգանային հրապարակին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Տեսնենք այս ստանդարտը ինչի կփորձի վերացել Ատլետիկոն գնդակի մոտ է Մանուչարյանը մենք բազմիցս տեսել ենք նրա կատարման Տուգանայինից կատարած շքեղ հարվածները ճիշտ է մի փոքր հեռու է տարածությունը այստեղ բայց այնուամենայնիվ կփորձի Մանուչարյանը փոխանցում կատարեց այստեղ Ղանդիլյանի ուղղությամբ Ղանդիլյան բարձր է ստացվում արվածը ու արված կլինի Վիլյարեալի դարպասից Սխալվում է Մկրչյանը, հիմա գուցե Ատլետիկոն օգտվի այս հնարավորությունից Ակուլյան, Ղանդիլյան տեսնենք Ստացվեց առայժմ Ատլետիկոյի մոտ հարված կատարել Ակուլյան, հիմա կարված ու մի փոքր շեղությամբ ստացվեց կար խաղի կանոնների խախտում իհարկե Ղանդիլյանի դեմ պայքարում բայց չսուլեց մրցավարը քանի որ Գրեթե մենակ է մնացել Ակուլյանը մրցակցի դարպասապայի հետ ու կարող էր հիմա իսկապես Ատլետիկոն օգտվել այդ հնարավորությունից հավասարեցնելու խաղակեսի վերջնում ասում հանդիպան հաշիվը, բայց Ակուլյանի կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց, Սարգսյան լավ պաշտպանվեց այստեղ Մանուչարյան, նորից Սարգսյանն է ուղարկում գնդակը, երկրորդ հարկում պայքար են տեսնում Սարգսյանի ու Ուլուխանյանի միջև, բայց Ուլուխանյանը շատ վստահ գործեց Սարդարյան մեկ հպումով դեպի կենտրոն, բայց Ներսիսյանը արձագանքեց ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ թե դադարը որից հետո կշարունակենք Սելի ֆուտբոլիստներն մենք կրկին վերադառնում ենք առաջի խաղակեսից հետո Վիլյարեալն ընդդեմ Ատլետիկոյի հանդիպման Արմեն Ավագյանի խփած գնդակը միակն է ու 1-0 հաշվով հաղթում են Վիլյարեալի ֆուտբոլիստները AFL-ի Չեմպիոնների լիգայի շրջանակներում ընթացող 1 քառ եզրափակիչի Դիմակայության պատասխան խաղում Ուլուխանյան այստեղ ուժեղ ստացվեց Ուլուխանյանի փոխանցումը գնդակով Գալստյանն է շատ լավ նկատեց Սարգսյանին Գալստյանը անկյունագծով փոխանցում Սարգսյան վտանգավոր է տեսնենք կար այո խաղի կանոնների խախտում եւ շատ վտանգավոր դիտքում Ատլետիկոն ստանում է Տուգանային հարվածի հնարավորություն Գալստյանն է գնդակի մոտ, նա քիչ առաջ մտավ խաղադաշտ, կատարեց հենց նոր շատ լավ փոխանցում Սարգսյանի վերջինս էլ վաստակեց այս Տուգանայինը ու հիմա հենց Գալստյանն էլ կիրացնի այս հարվածը Ատլետիկո Երևանի 10 համարը Կա մրցավարի Սուլիչև այ Գալստյան Կա հարվածը, բայց պատի վրա ընդունեց գնդակը Ներսիսյան, գուցե Ներսիսյանը փորձի երևից կատարեց ու Ստեփանյանը փակեց գնդակի ճանապարհը, հիմա կարծես ձգեց մկանը Ստեփանյանը, տեսնենք ինչ է պատահել Վիլյարեալի 5 համարին Ծափարություններ այստեղ Վիլյարեալի ֆուտբոլիստերին գնդակը հասեցին մրցակցին ու հիմա տեսնենք Ատլետիկոյի հերթական գրող Թոմաս Սարգսյան կա փոխանցումը, բայց Մկրչյանն է վերցնում գնդակը առանց որևէ խնդիրների փոխանցումը մի փոքր աջող չստացվեց այստեղ Սարգսյանի կատարմամբ բայց իհարկե Սարգսյանի թե անցումները թե փոխանցումները թե հարվածները միշտ են վտանգավոր լինում
Հիմա տեսեք, փագեց գնդակի ճանապարհային Սարգսյանը, Դունամալյան։ Եսից կնետի Վիլյարեալը։ Ավակյանն ուղարկեց գնդակ Ազազյանի ուղղությամբ։ Դուրս է եկել գնդակը, այո։ Բայց այստեղ Սարգսյանն է շատ հաջող պաշտպանվում ու կար խաղի կանոնների խախտում Ազազյանի կողմից։ Թիմերը այո այս մրցաշրջանի ընթացքում 4 հանդիպումն են անցկացնում միմյանց նախ Էլիտ լիգայի շրջանակներում ընթացող թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվեց նվազագույն հաշվով 1-0, այնտեղ Ուլուխանյանի խփած գնդակի շնորհիվ Վիլյարեալը կարողացավ վաստակել 3 միավոր։ Հետո թիմերը հանդիպեցին միմյանց դեմ Չեմպիոնների լիգայի այս դիմակայության առաջին հանդիպան շրջանակներում, որտեղ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով, հետո եղավ Էլիտ լիգայի պատասխան հանդիպումը, Վիլյարեալը կարողացավ հաղթել 4-2 հաշվով, եւ սա 4-րդ հանդիպումն է, որտեղ առայժմ հանդիպան հաշիվը նվազագույնն է օգուտ կրկին Վիլյարեալի ֆուտբոլիստների։ Իսկապես շատ բարդ մրցակիցներ են այս երկու թիմերը միմյանց համար, ընդհանրապես բոլոր թիմերի համար, բայց իհարկե ասել, որ այսպիսի խաղում կա ֆավորիտ պետք չէ, քանի որ երկու թիմերն էլ շատ լավ մարզավիճակում են գտնվում ու ցանկացած խաղում իհարկե նրանք խաղադաշտեն դուրս գալիս միայն հաղթանակ տոնելու համար։ Հիմա Գևորգյանն է գնդակի մոտ, կա Մրսավարի Սուլիչը, կա Գևորգյանի փոխանցումը, Գալստյան շեղեց գնդակի ընթացքը, բայց այն ավելի բարձր ընթացավ։ Ու հարված կլինի Վիլյարեալի դարպասից, այո, փորձեց Գալստյան այստեղ գնդակ ուղարկել դեպի հեռավոր անկյունը, բայց Արվածը Գալստյանի կատարած բարձր ստացվեց Համբարձումյան։ Բեգոյանը շատ հաջող գործեց այստեղ, Արմեն Ավակյան, կա գրոյի տեղափոխությունը դեպի աջ, որտեղ Ազատյանն է փոխանցում ու Գասպարյանը դուրս է գալիս եւ ոտքով հեռացնում գնդակը, այլապես կարող էր Բեգոյանը իր սկսած գրոհը ավարտին հասնել Գալստյան։ Բայց այստեղ խլում են Վիլյարեալի ֆուտբոլիստները գնդակը, Ուլուխանյան, շատ լավ էր մտածել Ուլուխանյանը, բայց Գալստյանը կանգնեց փոխանցման ճանապարհին, Ավդալյան, հիմա խլում են Վիլյարեալի ֆուտբոլիստները գնդակը ու խաղարկում այն պաշտպանությունում, անցան հիմա գրոյի Վիլյարեալի ֆուտբոլիստները, կա փոխանցումը, հիմա էլ Ավդալյանն է նահանջել պաշտպանություն, Ուլուխանյան, դեպի Ազատյանն ենք փոխանցում տեսնում, Ներսիսյանն է խլում կատարում ու շարժվում առաջ 3-3-ի դիմաց, բայց ասրեց այստեղ նահանջել Ուլուխանյան ու թույլ չտվեց մրցակցին առաջ շարժվել, հիմա կար խաղի կանոնների խախտում Ներսիսյանի կողմից։ Տեսնենք այս ստանդարտ ինչի կփորձեն վերացնել Վիլյարեալի ֆուտբոլիստները, կա Սուլիչը, Արմեն Ավակյան, հերվից արված, բայց բարձր է ստացվում Ավակյանի կատարած հարվածը։ Ներսիսյան, խորքից տեսնում ենք փոխանցում դեպի Դունամալյան ու հիմա Ստեփանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, այո։ Թույլ չտալով այն ընթանա դեպի դարպասը։ Գալստյան սկսում է աթլետիկոն խորքից։ Ուղարկեց դեպի աջ, որտեղ Գևորգյանն է տեղ զբաղեցել, նորից Գալստյան։ Ու կորցրեց այստեղ աթլետիկոն գնդակը։ Բեգոյան խաղարկում է Ուլուխանյանի հետ, Ավակյան։
Շատ լավ փոխանցում տեսանք ու շատ հաջող գործողություն Գևորգյանի կատարման վերջինս էլ շարժվում է առաջ ուղարկեց գնդակը Ակուլյանին Ավդալյան պետք է հավասարեցնել հանդիպան հաշիվը Ավդալյան 1-1 Ատլետիկոն հավասարեցնում է հանդիպան հաշիվը Արման Ավդալյան 1-1 այո գրոհ սկսեց Գևորգյանը շատ լավ փոխանցում կատարեց Ակուլյանին վերջինս էլ իհարկե գնդակը այնպես հասցեակեց Ավդալյանին որ բանում էր միայն հավասարեցնել հանդիպան հաշիվը ինչը արեց Ատլետիկոյի 6 համարը 1-1 հանդիպումը կարելի է ասել արդեն սկսվում է նորից հավասար հաշվի պայմանների պարագայում Ստեփանյան Դունամալյանը գնաց այստեղ պրեսինգի բայց գնդակը կլինի Վիլյարեալինը Բարսումյան խաղարկում է այստեղ գնդակը Ավակյանի հետ շատ լավ նկատեց Ավակյանը աչեզում Ազատյանին բայց Սարգսյանն է հիմա էլ խլում կատարում ու շարժվում առաջ բայց եզրային նետում կտեսնենք Արմս չես տենում կյանքում Ես եմ տեսել գնենք վեցը Սարդարյանն է նետում եսից գնդակը Ուլուխանյանի ուղղությամբ ու հիմա խլում է Ատլետիկոն գնդակը Ավդալյան չկար այստեղ խաղի կանոնների խախտում հաջող խլում կարողացավ Համբարձումյանը կատարել բայց Վիլյարեալի գրոհն էլ չստացվեց Գալստյան շարժվում է առաջ Համբարձումյանն է հիմա դիմավորել մրցակցին ու վաստակեց եզրային ներկան հնարավորություն Ատլետիկո Երևանի 10 համարը ուղարկում է գնդակը Գևորգյանին և հետ փոխանցում դեպի դարպասապա Գասպարյանը Ներսիսյան չնկատեց Ակուլյանի Ներսիսյանը հիմա կա փոխանցում Ակուլյանի ուղղությամբ վտանգավոր գրոհի անցել Ատլետիկոն Ակուլյան փոխանցում ու Սարդարյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը կտեսնենք անկյունային հարված բայց միջ այդ տեսնենք ինչ է պատահել Գագիկ Սարդարյանին Կարծես փոխանցումը փակելու ժամանակ սահանքում կատարեց ու ձգեց մկանը, հիմա միայն սա է պակասում Վիլյարեալի ֆուտբոլիստերին, եթե Սարդարյանն էլ չկարողանա շարունակել այս կարևոր հանդիպումը, ապա Վիլյարեալի խնդիրը էլ ավելի կբարձրանա, հիմա Ատլետիկոյի ավագը մոտեցել և օգնություն է ցուցաբերում Վիլյարեալի ֆուտբոլիստին, իհարկե ծափահարություններ Ակուլյանին այս ամենի համար հանդիպումը այնքան ընկերական մթնոլորտ ունի, որ իսկապես երկու թիմերն էլ պայքարի զատ բնականաբար անհանգստանում են միմյանց համար։ Հիմա տեսնենք այս անկյունային ինչի կվերացի Ատլետիկոն Ավդալյան, կա փոխանցումը, Գալստյան այստեղ չստացեց գնդակ ուղղել դեպի դարպասը, Դունամալյան հարված ու շատ վտանգավոր էր հիմա էլ Ստեփանյանն է փակում գնդակի ճանապարհը եւս մեկ անկյունային կիրացնի Ատլետիկո Երևանը։ Նորից Ավդալյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցումը ու Մկրտչյանն է շատ վստահ դուրս գալիս է հեռացնում գնդակը։ Գևորգյան ուղարկեց գնդակը Մանուչայանին։ Կա փոխանցումը Ներսիսյանի ուղղությամբ տեսեք որտեղ է հասել հիմա էլ Ներսիսյանը Սարդարյանը հեռացված է գնդակը, բայց ես իսկ նետի Ատլետիկոն։ Գալստյան թողել գնդակը Մանուչարյանին։ Նորից Գալստյան, Ուլուխանյանն է խլում հիմա էլ մրցակցից գնդակ ու ես իսկ նետեմ Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Ստեփանյան, կա փոխանցում Ավակյանին, նորից Ստեփանյան, շատ լավ գրոհի տեղափոխություն է դեպի ձախ որտեղ Բեգոյանն է, վերջինս գնդակը հասցեագրում է նորից Ստեփանյանին, գրոհ դեպի մրցակցի Տուգանային հրապարակ ու Գասպարյանը առաջինն է այստեղ արձագանքում գնդակին, Գալստյան կսկսի Ատլետիկոն երրորդական գրոհ, կա Ակուլյանի տարբերակը, բայց նորից չի ստանում գնդակը այստեղ Ակուլյանը, Գևորգյան, Դունամալյանին հասցրեց փոխանցում կատարել, Ակուլյան Ուլուխանյանն է պայքարում նրա դեմ և
վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Ակուլյան Ատլետիկոյի համար, տեսնենք։ Կա մրցավարի սուլիչը փոփոխություն եղավ այս ընթացքում Ատլետիկոյի կազմում, Ներսիսյան չանցավ գնդակը, Ակուլյան ուղարկում է Ղանդիլյանին և Համբարձումյանն է շատ վստահ իր գործողություններում այստեղ կարողացավ խլել գնդակը մրցակցից Ազատյան, բայց Մանուչարյանը նահանջում ու խլում է գնդակը հիմա թույլ չտալով Վիլյարեալին հակագրող կազմակերպել Հիմա արագ խաղարկեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները ու կորցրին գնդակը Ուլուխանյանն է շարժվում առաջ Տեսնենք Մնաց գնդակով այնուամենայնիվ Վիլյարեալը Բեգոյան շատ հաջող անցում ստացվեց այստեղ ու կա փոխանցումը դեպի Ավակյանը վտանգավոր գրոյի անցել Վիլյարեալը Ավակյան Անկյունային հարվածի հիմա կտեսնենք այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Հենց Ավակյանն էլ կատարում է փոխանցում ու այստեղ Ներսիսյանը հեռացնում է գնդակը, բայց ստացվեց Ատլետիկոյի մոտ արագակագրոյի աստեղ Սարդարյան ներվից հարված Մանուչարյանն է հիմա էլ գնդակի ճանապարհին կանգնում Ուլուխանյան նահանջեց այստեղ Ավդալյանը խլեց գնդակը մրցակցից ու անկյունային հարված է վաստակում այստեղ համարտ պայքարի շնորհիվ Ուլուխանյանը իր թիմի համար Եվս մեկ անկյունային հիմա կտեսնենք արդեն հակառակ երզից Վիլյարեալի ֆուտբոլիստերի կատարմամբ Արմեն Ավակյանն է գնդակի մոտ Ավակյան կա փոխանցում ու Մանուչարյանն է հեռացնում գնդակը մեկը-մեկի հետ պայքար Համբարձումյանի ու Ազիզյանի միջև Ավդալյան կա խլումը, բայց այստեղ հաջող չստացվեց Ավդալյանի փոխանցումը Համբարձումյանն է թիկունքից մոտեցել ու ճնշում մրցակցին հիմա անկյունային արդեն Կիրասնի Ատլետիկոն հեռացեց գնդակը Սարդարյանը Ղանդիլյանն է գնդակի մոտ տեսնենք, կա մրցավարի սուլիչը Ղանդիլյան կա փոխանցում ու Ներսիսյանը այստեղ փորձեց շեղել գնդակի ճանապարհը, բայց չստացվեց այլապես իսկապես շատ վտանգավոր դիրքում Հարված կտեսնենք ու ամենայն հավանականությամբ իհարկե Մկրտչյանը չէր կարողանա փրկել այս իրավիճակը, քանի որ շատ մոտ էր նախ տարածություն ու բացի այդ Ներսիսյանի դիրքից երևում էր նրա կատարած հարվածի ճանապարհը հիմա կա խաղի կանոնների խախտում Բեգոյանի կողմից Ներսիսյան հասրեց դեպի աչեզր գնդակը, որտեղ Գալստյանն է այս րոպեներին տեղ զբաղեցնում, նորից Ներսիսյան Շատ լավ փոխանցում տեսանք Ավդալյանին Լավ էր մտածել այստեղ Ավդալյանը, բայց մի փոքր թույլ ստացվեց նրա կատարած փոխանցումը եզրային հետում Կիրասի Վիլյարեալը հանդիպումը գնալով էլ ավելի է լարվում, քանի որ հանդիպման վերջնամասն ենք դիտում, իհարկե թիմերի ցանկացած սխալը, ցանկացած սայթակումը կարող է ճակատագրական լինել այս րոպեներից սկսած, այո, գնդակ բաց թողնելու դեպքում եւ որևէ այլ գործողության դեպքում իհարկե Երբ թիմերից մեկը կարողանա եւս մեկ անգամ առաջ հասնել հաշվի մեջ, կարող է մյուսին դուրս թողնել պայքարից, իսկ ոչ ոքի արդյունքի դեպքում մենք կտեսնենք հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարեր Ազատյան,
Հասցրեց գնդակ ուղարկել Ավակյանին։ Շատ լավ փոխանցում եք տեսնում դեպի Սարդարյանը, Բեգոյան արված ու այստեղ փրկում է Գասպարյանը, իսկապես հիմա Վիլյարեալը ներողություն ունի, հնարավորություն առաջացնելու հաշվում մեջ հիմա վտանգավոր է Արմեն Ավակյան, բայց Ակուլյանը շատ վստահ գործեց հիմա էլ Համբարձումյանն է հասցնում լավ պաշտպանվել։ Կա մրցավարի Սուլիչը Ատլետիկոն խաղարկում է Տուգանայինը, սկսում է իր հերթական գրով Մանուչարյան գտավ Ակուլյանին Ակուլյան ստացվեց անցումը, կա փոխանցում ու հիմա Ուլուխանյանն է հաջող գործում կտեսնենք անկյունային արված Ատլետիկո Երևանի կատարմամբ Ղանդիլյանն է տեղադրում գնդակայինի դասնելու համար Կա Ղանդիլյանի փոխանցումը, բայց այստեղ Ավակյանն է նահանջելու օգնում պաշտպանությունում Մանուչարյան Հերվից արված ու Համբարձումյանը հիմա էլ շեղեց գնդակի ճանապարհը Բեգոյան ուղարկեց գնդակը Ավակյանին, բայց հասցրին վերադասավորվել այստեղ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները Սարդարյան մեկ հպումով փորձեց Ազատյանին ուղարկել գնդակը ստացվեց, բայց Ազատյանի հետ փոխանցումը թույլ ստացվեց Ստեփանյան հասցրեց գնդակը այստեղ փոխանցել Ավակյանին ու դուրս են գալիս պաշտպանությունից Վիլյարեալի ֆուտբոլիստները Ներսիսյան մաքուր գործողություն տեսան Ներսիսյանի կողմից բայց հիմա սխալվում է հենց Ներսիսյանը Բեգոյան կա փոխանցում ու այստեղ Ակուլյանների եթե չեմ սխալվում փակեց փոխանցման ճանապարհը այո եթե հասցրի Բեգոյանի փոխանցումը ապա Ավակյանը մենակ կմնար դարպասապայի դիմաց Տեսնենք այս անկյունային ինչպես կաղարկեն Վիլյարեալի ֆուտբոլիստները Ավակյան ցածից ուղարկեց գնդակը Սարդարյանին տեսնում եք հարված Սարդարյանի կատարման նախ ինչ արեց Գասպարյանը հետո գնդակը հրաշքով չհայտնվեց միայն Ստեփանյանի կատարած հարվածից հետո Ատլետիկոյի դարպասում բրավո առաջին հերթին Սարդարյան ներողություն Գասպարյանին հետո իհարկե Սարդարյանին այս հարվածը կատարելու համար եթե գնդակը հայտնվեր դարպասում իհարկե շքեղագույն գոլ կտեսնենք Վիլյարեալի կատարման բայց այն ինչ արեցին Վիլյարեալի հավաքն ու Ատլետիկո Երևանի դարպասապահը պարզապես այս ժանրից էր իհարկե խոսքերն ավելորդ են այստեղ հիմա Ավդալյան կար այստեղ Համբարձումյանի կատարմամբ խաղի կանոնների խախտում Ղանդիլյանն է գնդակի մոտ, այո, արդեն հստակ խնդիր ունեն երկու թիմերն էլ լուծելու, նախ բաշխ թողնել գնդակ, հիմա Ներսիսյանը կարող էր, ներողություն Ներսիսյանը չէր, այստեղ Դունամալյանը կարող էր առաջ մղել Ատլետիկոյին ինչ արեց Ղանդիլյանը, ինչպիսի փոխանցում հասցեագրեց խաղանկերոջը, բայց այստեղ Դունամալյանի կատարած հարվածը չստացվեց այնպես ինչպես իհարկե արկել 4 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը գնդակը Ատլետիկոյի մոտ է Գալստյան խորքից շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Դունամալյանը, բայց այստեղ Ստեփանյանը առաջինն էր Սարդարյան Այդ փոխանցում տեսանք դեպի Ստեփանյանը, նորից Սարդարյան Կա փոխանցումը, բայց Դունամալյանը կանգնեց գնդակի ճանապարհին Ներսիսյանն էլ հաջող խլուն կարողացավ կատարել Դունամալյանը հասցեագրում է գնդակը դեպի Ղանդիլյանը
Սարդարյանն է հիմա նահանջել պաշտպանություն օգտեց պաշտպանությունում ու հիմա Ավակյանին է գրոյի ուղարկում Ավակյան մնաց գնդակով Ավակյանը ստացվեց անցնել մեկ ֆուտբոլիստի կատարում է հարվածից Գասպարյանը ֆիքսում է այստեղ գնդակը Գանդիլյան շարժվում է առաջ զարգացնում է արագություն աչեզում Գանդիլյանը 2:20 համարների պայքար ենք տեսնում բայց առանց խաղի կանոնները խախտելու խլեց Ուլուխանյանը գնդակը մրցակցից Համբարձումյան Սուլում է այստեղ մրցավարը տեսնենք ինչ է պատել Գանդիլյանին Սարդարյան վերսկսած է հանդիպումը խաղարկում են գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները Համբարձումյան կա փոխանցում ու Գալստյանն է փակում գնդակի ճանապարհը սկսում է Ատլետիկոյի հերթական գրողներից մեկը Գանդիլյան կա Դունամալյանի տարբերակը պետք է նկատել կա փոխանցումը բայց այստեղ Ստեփանյանը շատ հաջող է պաշտպանվում Արմեն Ավակյանն ընդդեմ Ներսիսյանի բայց Ներսիսյանը թույլ չտվեց այստեղ մրցակցին առաջ շարժվել ու հիմա շատ հաջող փոխանցում է ստացվում մի փոքր ուժեղ միայն թե եղավ այն Գանդիլյանի համար Սարդարյան հիմա էլ պաշտպանությունում է տեղ զբաղեցել Սարդարյանը վերջին րոպեներն են հանդիպման էլ ավելի լարված ընթանում Գասպարյան վերցում է գնդակը Ատլետիկոյի դարպասապահը Գալստյան շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Մանուչանյանը այո հանդիպման հաշիվը 1-1 է դիմակայությունում նույնպես 1-1 հաշիվն ենք տեսնում գոլերի հեղինակներ են դարձել հիշեցնեմ Արմեն Ավակյանը Վիլյարեալի կազմում եւ Արմեն Ավդալյանը Ատլետիկոյի կազմում երկու թիմերի 6 համարները հիմա Ավակյանն է գնդակը թողնում Ուլուխանյանի վտանգավոր է Ուլուխանյան ու չի ստացվում այստեղ Ուլուխանյանի հարվածը քիչ է այո մնում իսկապես Վիլյարեալը զարգացնել այդ երկար սպասված հակագրով բայց թույլ չտվեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Գանդիլյան գեղեցիկ գործողություններ են տեսնում մնաց գնդակով Գանդիլյանը վտանգավոր է Գանդիլյան կա հարված ու ինչ անում այստեղ Ստեփանյանը Ինչ է կատարվում խաղադաշտում հիմա Դունամալյան Շատ լավ փոխանցում Մանուչարյան բարձր է ստացվում հարվածը հիմա արդեն երկու անգամ հնարավորություններ Ատլետիկոյի Երևանը գրավելու մրցակցի դարպասը բայց բախտը չի ժպտում այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստերին այո ինչպեսի ապրումներ են հիմա խաղադաշտում իսկապես ամեն վարքյան լսվում է Այկ Միրզոյանի ձայնը Ատլետիկոյի Երևանի գլխավոր մարշչով ամեն վարքյան ցուցումներ է տալիս իր ֆուտբոլիստերին եւ Հիմա ամեն ինչ ճիշտ արեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց եզրափակիչ հարվածը չստացվեց։ Նախ Գանդիլյանի հարվածից հետո փայլուն գործեց Ստեփանյանը, հետո էլ արդեն ստացվեց գրավել մրցակցի դարպասը։ Սարդարյանն է շարժվում առաջ, հարված կլինի Ատլետիկոյի դարպասից։ Վերջին րոպեն է ընթանում հանդիպան հիմնական ժամանակի Գալստյան խաղարկում է պաշտպանությունում գնդակը Ներսիսյանի հետ այո եթե այսպես է ավարտվում հանդիպումը կդիտենք հարվածաշար որտեղ պարզ կդառնա նոր կիսը եզրափակիչի առաջին մասնակիցը ԱՖԼ-ի Չեմպիոնների լիգայի շրջանակներում Ներսիսյան ուղարկում է գնդակը Մանուչարյանին Շատ լավ փոխանցում կատարեց Մանուչարյանը Գանդիլյանի ուղղությամբ Գալստյան Գուցե հերվից փոխանցում տեսնենք կա գնդակը փոխանցված Գալստյանի կողմից Դունամալյան շատ հաջող գործեց Դունամալյանը տեսնենք ինչ է կատարվում Ակուլյան վտանգավոր է հարվածումը կրճանը սուպեր սեյվով է այստեղ աչքի ընկնում այո ահանկյունային հարված հիմա Կիրասնի Ատլետիկոն կարծում եմ սա հիմնական ժամանակի վերջին ստանդարտը կլինի Գանդիլյանն է գնդակի մոտ Գանդիլյան կա փոխանցում Ուլուխանյանն է հեռացնում գնդակը 1-1-ի դեմ պայքար եւ վերջ հանդիպումն ավարտված է կարճատար որից հետո կտեսնենք շատ հետաքրքիր 11 մետրանոց հարվածաշարեր խփողներին համար մեր խփողներին Սերի ֆուտբոլիստները մեկնարկում է 11 մետրանոց հարվածաշարը առաջինը Ատլետիկոն է իրացնում Գալստյան դիպուկ է հարվածը 1-0 Ատլետիկոն առաջին հարվածը դիպուկ իրացեց հիմա հերթը Վիլյարեալին է Արմեն Ավակյանն է գնդակի մոտ
Կամարսաբարի Սուլիչը Ավակյան թե Գասպարյան Ավակյան դիպուկ է Վիլյարյալը հավասարեցնում է հանդիպման հաշիվը։ Երկրորդ հարվածին է մոտնում Ատլետիկոյի կազմում Դունամալյանը։ Տեսնենք Դունամալյան Քիչ էր մնում Մկրտչյանը երբ բղեր, բայց գնդակը հայտնվեց դարպասում երկրորդ հարվածը նույնպես դիպուկ իրացեց Ատլետիկո Երևանը։ Երկրորդ հարվածը Վիլյարյալի կազմում Տիրասնի Ազատյանը կամ Մրցավարի Սուլիչը ու Գասպարյանը ետ է բխում գնդակը Վիլյարյալը ձախողում է երկրորդ հարվածը։ Տեսնենք Ատլետիկո Երևանի երրորդ հարվածը ինչպես Կիրասի թիմի Ավագ Ակուլյանը կամ Մրցավարի Սուլիչը Գագիկ Ակուլյան Ակուլյան ու դարպասոցն է այստեղ օգնության գալիս Վիլյարյալին երրորդ հարվածը չստացվեց Ատլետիկոյի կատարմամբ։ Հիմա Վիլյարյալի երրորդ հարվածը Կիրասնի Ուլուխանյանը Ուլուխանյան թե Գասպարյան Ուլուխանյան ու գնդակը դարպասում է անկասելի հարված տեսանք Ուլուխանյանի կատարմամբ երեքական հարվածներից հետո թիմերը երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը։ Չորրորդ հարվածը Կիրասնի Ազիզյան թե Մկրտչյան Ազիզյան շատ լավ հարված է կատարում Ազիզյան ու գնդակը ցանցում է Աշասենի թիմի համար են էսի գագի համարա Հիմա Նասիբյանը Կիրասի չորրորդ հարվածը շատ վտանգավոր պայ է տեսնենք Նասիբյան գնդակը ցանցում է Չորսական հարվածը թիմերի կատարմամբ երեքականը դիպուկ Հիմա Ատլետիկո Երևանի 5-րդ հարվածը Կիրասի Տաճապ Ներսիսյանը Կա Մրցավարի Սուլիչը Ներսիսյան ու գնդակը ցանցում է շատ վստահ հարված կատարեց Ներսիսյանը Վիլյարյալի վերջին հարվածը կտեսնենք հիմնական հարվածների ժամանակ Ստեփանյանը Կիրասնյային Եթե գրավում է դարպասը Ստեփանյանը շարունակվում է հանդիպումը Եթե ոչ Ատլետիկոն կնվաճի կիսայեսափակիչ ուղեկի Ստեփանյան բայց գնդակը ցանցում է հավասարություն հիմնական հարվածներից հետո Տեսնենք կա Մրցավարի Սուլիչը Սարգսյան գնդակը դարպասում է Եթե փրկում է Գասպարյանը Ատլետիկոյին ապա Ատլետիկոն հաջորդ փուլում կարող է հայտնվել բայց անկասելի հարված է կատարում այստեղ Համբարձումյանը հաշիվը նորից հավասար է Լավ Տեսնենք Գևորգյանի հարվածը ինչպես կստացվի Գևորգյան գնդակը դարպասում է Բեգոյանի հարվածը տեսնենք այո ցանկացած հարվածի ժամանակ կարող է որոշվել կիսայեսափակիչի ուղեկի նվաճող թիմը ու դա Ատլետիկո Երևանն է Գասպարյանը փրկեց իր թիմին եւ Ատլետիկոն կիսայեսափակիչի առաջին մասնակիցն է դառնում շնորհավորում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստերին ծափարություններ նաեւ Վիլյարյալին այս հետաքրքիր ու դիտարժան հանդիպման համար բայց կիսայեսափակիչի առաջի թիմը Ատլետիկո Երևանն է